ջան, գիտես, մարդիկ այնքան շատ են սիրում, որ քո պատմություններդ, որ դու պատմում ես։ Ինչ այմ այ բալաջան, պատմում ես ու պատմել նոր մամաս էս լավ բան պատմեց, ինձ դենց հաճելի լսեցի, ես չգիտեի, գիտես մամ Երևան քերուի մասին, չգիտեի։ Ես գիտեի, թե իր այդ լրիվ երեխեքը որ ասիր, թե մեկը մեկին կամենում էին, առաջներում դենց էր անայդ։ Գիտես ինչ կա, հատկապես արաբների ավելի շատ։ Արաբների, մարոկցիների։ Հա, չէ, դեր արաբների ընդհանրապես, որ ասենք թե ամուսինը մահանում է, դժբախտանում է, դաժե այդ ես քեզ պատմեմ մեր մշեցիների մեջ։ Ասենք թե անդադ կռիվ էին, կռիվեր եւ այլ, հիվանդություններ, ասենք իրանց տղեն մահանում էր։ Հա։ Հետո շատ ժամանակ ոդարություն էին գնում, աշխատում էին, ասենք փողով էր, ոսկով էր աշխատում էին, որ բերեն իրանց տնտեսության մեջ, իրանց առնելիք ինչ ունեն, առնեն։ Ասենք Աստված ոչ անի, այնց էր լինում, իրանց տղեն մահանում էր։ Իրա կեսրարենք, կեսրարը հատկապես, որպիսի, գիտես, առաջներում նամուս թասի բայղ է, որպիսի հարսը մեղկա, որ չշեղվի, հասկացար, իրանց պատվի հետ չխաղա, բան եւ այլը, իրանք նայում են, հետաքրքրվում են, ասենք թե հարևան գյուղերը կամ ծանոթների մոտ տեսնում էին, թե իրանք բարեկամներ ունեն հարևան գյուղերը, դրանք տեսնում են, որ այս կինը ամուրի է, բան չունի, ամուսին չունի, իրանք կամ էին տեսնում, ասենք են մյուսեր, ինչ-որ կինը մահացել է, կամ էին տեսնում օրինական ձևով, ու իրանք կեսրակը, իրանք սիրով, իրանք հարսին ամուսնացնում էին, հասկացար։ Շատ ճիշտ էին անում, հա։ Որպիսի հարսը համ ջահել է, բայց երեխեքը իրանք վերցնում էին անայդ։ Ասենք թե որպիսի չգնա այնտեղ խորթություն չլինի։ Բայց մերը համաձայնում էր։ Հա, իհարկե, բայց մերը միշտ գնում գալիս էր երեխեքին տեսնում էր։ Հասկացար, մեզ չէր որ երեխեքից կդրվեր։ Մարդ են եղել, որ դու ասիր թե այս ժամանակը կապ չունի անայդ ջան։ Եթե մարդը ուղեղ ունի, ցանկություն ունի, բնության ինչ որ նշանը, նմուշը, ուրեմն դա նույնն է։ Մեր թվարկությունից առաջ էլ նույնն է եղել։ Հիմա ամեն ժամանակն էլ իր մարդկային ուղեղը, մարդկային ցանկությունը, մարդկային մարդիկ ո՞նց են բազմացել։ Ճիշտ են ո՞նց են բազմացել մարդիկ։ Բայց հիմա այդ բանը չկա, մամա։ Դե հիմա արդեն չեմ էլ ուզում խորանալ։ Մամա, այդ Կարլայս ուղարկած ապրանքն եկավ։ Հա, պոստալոն եկավ։ Հա։ Հա։ Այդ երեխեն ուղարկեց, ասեց անայդ այսօր է ստանալու, ասի դե լավ է, իրա մոտ թու ինքը սուիվի է ուղարկե, որ համար ուղարկե, որ չկորի էլի գտնենք հետքը։ Այդտենց է, մամ ջան, ամեն մի դարաշրջանում եղել այդ մոտ, բայց ինչքան ճիշտ են մշեցի կարել, որ իրանց հարսը ինչ է, ջահել։ Ես ասեմ, ես ագանատեստ եմ եղել, խոսքով շատ դաժան է եղել, մեր հայերի Այդ վաղտե գաղթի, հա։ Շատ դաժան է եղել։ Երեխեք ինձ կանչում են մի վարքյան։ Այդ բլոջը նայում ոնց Պոստալյոնն է բանանում, ծնկացնում։ Պոստալյոնը սիգնալ է տալիս։ Չէ, երեխեք ականջից լսեց, գնամ մի հատ լավ կռուկ տվեցի, չէ, գնամ մի հատ բանը վերցնեմ, բանալին վերցնեմ։ Այդ վաշ Անահիտիչկը։ Այսօր Անահիտի դեմքը չեք տեսնում, հետո կտեսնեք։ Տեսնում եք, լավ աստուգեցի, ժողովուրդ։ Լավ աստուգեցի, չէր զապիս եղել։ Այ հիմա եկավ Անահիտը զալ, որովհետև զալից պիտի բավականին այս զալի դուրը փակեմ, երեխեք ջան, սկվազնյակ, ու գիտեք ինչ, այսենց անեմ, որովհետև ճաշից հետո, վայ, չմոռանամ, Սերժը գա մի հատ ասեմ, այս բանի չափսերն ասի ինձ, ինչա, սենց մի քիչ բացեմ, հետո երեկոյան, որ տանից դուրս գամ, մի քիչ կփակի, որովհետև ինչ շոկ է անում, արևն ընկնում է, մի անգամից շոկից բողոքում ենք, ցրտից բողոքում ենք, սենց ոնց կլինի երեխաներ ջան, յաղջիկներ ջան։ Ժողովուրդ ջան, մենք եկանք հաց ուտելու եւ ես հիմա բերում եմ իմ պատրաստած դարսավիկը։ Սենց կդնեմ սեղանին, որովհետեւ դժվար է, tu peux couper le pain pour moi aussi, s'il te plaît. Je crois que je dois amener le sel, de l'eau, il y a tout. Ay, punaise.
Tu fais la viande à part. Parce que tu n'aimes pas quand il y a la viande non dedans. Ça va ça? C'est Marie? Ça va ça? C'est vrai. La viande de pardon. C'est chiant. Parce que c'est pas maçonnerie. Il m'a dit que ça devait être viré ou ça allait l'être, parce qu'il m'a dit que je les ai signés, les feuilles, et tout. Tu l'as vu? Je l'ai appelé. Bizarre. Գիտեմ, որ շատերդ եք սիրում մաքրության կոնտենտը, ասենց գնացի ամբողջ այդ մաքրությունը, ես բանը տուալետի թղթերն էին ամբողջությամբ ավարտվի, սա էլ դրեցի, այս հոտավետը դեր կա, գնացինք, ուրեմն մի հատ վերեմ զալը անեմ, նախքան այդ գնամ մի հատ լվացքը հանեմ, փռեմ, որովհետև կես ժամից դուրս պիտի գամ, ես ինչ ակամ, տեսնենք, չուս տայիտ, չորացնողը հավարտվել է, վալա, սա ընտիր, սա բացենք թող սարի, սա կանգնի, գնացինք սիրելիներս, Անայի դժկայից ծիլը սա է, ամեն անգամ խոստացել էի, այսօր ես գնում եմ 50-60-ական թվականներ Բրիջիտ Բարդոյի, այս Սարուշկայի անունը Բրիջիտ Բարդո էր, եթե տեսած լինեք, ինքը ինչ-որ մի երգի մեջ, թե ինչ-որ մի կինոյում, այս տիպի Սարուշկա է հագել, վերնաշապիկ, և մեր ստիլիստը մի քանի տարի առաջ ինքն էր արեց սա, և այս վերնաշապիկի անունը մենք դրել էինք Բրիջիտ Բարդո, իսկ դեր Բրիջիտ Բարդոն տանից դուրս է գալիս, ամբողջությամբ մաքուր, հատակը մաքուր, չնայած միշտ է մաքուր, բայց որ փոշիները մաքրում եմ երեխեք ջան, ես շատ ավելի լավ եմ ինձ զգում, հիմա ես վերցնեմ իմ պայուսակը, սա թողնեմ, չմոռանամ իմ միկրոֆոնը, Եվ, ոտից տակ ես ինչ եմ ուտել երեխեք, այս սենյակն էլ մաքրվեց ամբողջությամբ, դասավորվեց ջրերը և այլնը, Սիրելիները Զերանայի դժկան դուրս եկավ դժվարությամբ, քանի որ չէի ուզում գնալ և ասեմ ձեզ այսօր հեչ հավես չունեի դուրս գալու, բայց պարտավորված եմ, ունեմ մի քանի գործեր կարևոր Եվ ակնոցներս պետք է վերցնեմ, զանգեցին, ասեցին ակնոցներիդ եկել եմ և հետո պետք է մտնեմ նորից դեղատուն, 3 դեղ էի գնել, չկար, այսօր պիտի վերցնեմ, վերցնեմ այն, հիմա մեր եղանակը ինչքան է 27 աստիճան, բայց շոկ ասեմ, դες երեխեք 27 աստիճանի շոկ չի սա, վերնաշապիկ եմ հակել, տեսակ, որովհետև կոնդիցիոներ եմ միացնում մեքենայի մեջ ուսերիս համար։ Այդ ուսերի պրեստուպներից հետո ես հայտնաբերեցի, որ դա ամբողջը գալիս է կոնդիցիոների, որ խփում է ուսերին,
Բայց գիտեք ինչ, ես երևի եկեք սալոնը միացնեմ, ցենց ավելի լավ է։ Voilà, եւ ավելի հով կլինի։ Իհարկե։ Չի խփում էլի երեսից։ Մեկ-մեկ որ իրոք շատ շոկում ես, նստում ես մի հատ ուզում ես վերդ խփի, դա դառնում է քո համար ճակատագրական։ Ես այնքան ոյ ճուս կաբրլամի շեվավ։ Ay հաստատից շույթը տակույր։ Գնացինք սիրելիներս։ Ջուրը նենց ընկավ գմպալով։ Մի ջուր խմեմ, որովհետև պիտի անթա ջուր խմեմ ես։ Մաման մեկ-մեկ այ բարաջան, ժամանակ ես գտել ջուր ես խմում։ Մեքենա ես վարում։ Վաղը շաբաթ կիրակի է, ես ինչ գործեր ունեի շաբաթ, ինձ թվում է գործեր դուրս կգան, համենայն դեպս այսօր լավ մաքրել եմ տները, պատուհաններով բանով, խոհանոցի պատուհաններ մենակ կարիք զգացում։ Վաղը կհանգստանամ, շաբաթ կիրակի, եթե իհարկե բանը չբրբստրի, երկու շաբթի օրը մեր մոտ տոն է, երեք շաբթի իմ ընկերուհին հրավիրել է իր ծննդյան տարեդարձի ռեստորան ենք։ Ելեմ վերցնեմ ակնոցներս, ժողովուրդ ջան։ Ոխս իշլավ հովաստեղ կոնդիցիոներ անեն շոկա, ես պիտի երկու տեղ էլ գնամ։ Ես նորից կանգ առա Gucci-ի վրա, որովհետև սա Dolce & Gabbana է, բայց իմ այն կլորները, այն Jackie Kennedy-ին տվեցի, որ ապակիները վրան փոխեն։ Ժողովուրդ ջան, ամբողջ գործերն ավարտված է, վայ մեջքս երեխեք, մեջքս ավարտվել։ Ամբողջ գործերս ավարտեցի, դեռ մի բան էլ ավելին, կարող եք ասել ավելին որ, քանի որ իմ մեքենան ավտոմատ կառոպկա տեցեք չէ ասում, օտոմատիկ, բուատ օտոմատիկ կառոպկա, 80,000 կիլոմետրից ես կոմ պիտի վիդանժան, բան է, ինչ են ասում, յուղը փոխվի ինչ տեց։ Ճիշտ ասած ես զանգեցի Volkswagen-ը ինձ հաշվարկ արեց, ուղարկեց, այդ նախնական հաշվարկա, որովհետեւ ես իմ աներիքն իմանամ, արդյոք իրանց հետ աշխատեմ, թե ոչ, եւ ուղարկեց արդեն գինը գիտեմ, հիմա ես եկա այս կողքի քաղաք, իմ գործերն եմ, մեկ էլ այդ գարաժը տեսա, разворот-поворот, մտա այդ տղայի հետ խոսում էի, բան տվեցի իմ այդ քարտը, որ լրիվ մեքենայի համարով բանով, ինքը սերիայով տեսնի եւ ինչ տեսնեմ, սիրելիներս, մեկ է տեսնեմ, մեկը հետևից Անահիտ, շուրգամ տեսնեմ ինչ 20 տարի առաջվա մի աղջիկ կին, որը որ մենք իր հետ շատ ոնա մոտիկ էինք, իմ կլիենտներ ինքը, հետո բաժանվեց, ամուսնալուծվեց ու գնաց այդ քաղաքից ու ես նրան կորցրեցի, արտակարգ աղջիկ էր, ամուսինը մի հատ էգոիստ, անձնավորություն, ինքն իր վրա սիրահարված ու ֆինանսապես շատ լավ, կարող եմ ասել, մեծ տրակտոր բաներ էին անում այդ, ոչմ արհեստավոր էր, բայց դրանց աշխատանքը, դրանք տեղասիեներ են, որոնք որ, ոնց ասեմ, ասենք տան հիմքն են փորում եւ այլն, դրանց տարիֆը բավականին բարձր է Ֆրանսիայում, բայց կինը աշխատում էր, կինը Ֆլորանսը աշխատում էր եւ լավ էր աշխատավարձ էր ստանում, հետո որ շատ տարօրինակ մարդ էր, ես այդ մարդուն չեմ սիրել երբեք, որովհետեւ ինքը լավ մարդ չէր։ Հետո ես լսեցի, որ Ֆլորանսը բաժանվեց, ամուսնալուծեց եւ ես ճիշտ ասած ուրախացա իր համար, որովհետեւ այդ աղջիկը լրիվ ներվային հոգեկան համակարգը խանգարված էր արդեն։ Ու վերջում այս նորը Ֆլորանսն է ասում, գիտես, ասում բաժանվելուց առաջ 20 տարի անց է, բայց այդ աղջիկը չի մոռացել, ասում ինձ շուրեկավ ասել de toute façon բանը tu es rien pour sans moi, այ դու առանց ինձ ոչնչություն ես։ Գիտեք, այդ տիպի մարդիկ կան մանիպուլատոր նարսիսիկ, դրանք մանիպուլատոր նարսիսիկներն են, որոնք որ դիմացինին անընդհատ գցում են, ցածրացնում են, նսեմացնում են, որպեսզի իրանք ոնց ասեմ, ինքնահաստատվեն եւ անընդհատ իրանց բուրը պահեն իրանց շրջապատի մարդկանց։ Ուշադիր եղեք, զգուշ եղեք, սիրելիներս։ Հետո այս աղջիկը բաժանվեց
Ու ծանոթացել այս տղայի հետ, այս տղան էր ամուսնալուծված եղել, պարզվում է, եւ իրար հետ արդեն 16 տարի ապրում են։ 16 տարի ապրում են։ Եվ այդ 16 տարվա մեջ 4 տարի առաջ ամուսնացել են։ Զակոնն է ամուսնացել են, հարսանիք են արել, այնց իրան շրջապատում։ Ինքան ուրախացա։ Ասում է ես լսեցի, ճիշտ ասած ասում է որ դու տեսա մի կին մտավ, ասում է նայեցի ասեցի ու ինչ բարձրահասակ է, բայց ասում է հետո ձայնիցդ խոսալուցդ ասում է ձայնիցդ ասեցի Անահիտն է ու վերևն էր իր բյուրոն իջավ։ Մեկին Անահիտ, վայ ինչ ուրախ էր, ասում են ինձ ուրախ եմ, ասում է չես փոխվել, ասում լավ էլի 20 տարի, ասում է չես փոխվել, ասի մերսի ասեցի նմանապես դու էլ չես փոխվել։ Ու երևում էր որ շատ երջանիկ էր, այդ տղան իր ամուսինը գարաժ է բացել ու տենց չեն ասում ինքն էլ կես դրույք իր մոտ աշխատում է որպես քարտուղարուհի եւ նաեւ իր աշխատանքն է պահել որպես քարտուղարուհի ասում եմ պահել ես այն աշխատանքը ասում է հա ասում է ես մի անգամ որ մարդու ասում է կյանքում մի բան է լինում արդեն երկրորդական դու քո ստրախովկեն ունենում ես արդեն զգուշ ես լինում ես թեկուզ ինքը լավն է իմ ամուսինը իմ նոր երկրորդ ամուսինը բայց ես ասում եմ երբեք չեմ անի այն որն արեցի իմ առաջին ամուսնու հետ որտեղ առաջին ամուսնու հետ ինքը ամբողջ այդ տղայի հաշվապահություն իր ամուսնու էլի հաշվապահություն երկու երեխա ունեն իրանց ամեն այդ թղթեր մղթեր ոնց որ ես եմ անում Սերժի համար ձրի ինքն էլ էր անում ձրի ու մի գեղեցիկ օր բաժանվում ես ու դու մնում ես առանց որևէ մի բանի այսինքն դրա համար այս աղջիկը հիմա վախեցած այս տղայի մոտ ինքը իր ամուսնուն երկրորդ ամուսինն ասել ես կաշխատեմ քո համար բայց պայմանագրով նորմալ զակոննի աշխատավարձ ես տալիս եւ դա ամենաճիշտն է իհարկե գիտեք ինչ երբ որ դու ապրում ես մեկի հետ արդեն դու պիտի ճանաչես քո մարդը ամուսինդ ինչ տիպի մարդ է ջոմարդ առատաձեռն բան քո մտքով չի անցնում բայց որ ապրում ես մեկի հետ որ անընդհատ քեզ նսեմացնում է ցածրացնում է չարժի կյանքը կապել դրա հետ ու իր տղան մեծ էր տղան շատ ծանր տարավ 18 տարեկան էր թե 18 թե 16 կարծեմ աղջիկը փոքր էր 12 տարեկան էր բայց հիմա ամեն մեկը իրաց կյանքով ապրում է դրա համար եմ ասում ժողովուրդ ջան գիտեք ինչ շատ-շատերը բան են անում քննադատում են այս կողմ են կողմ երբեք մարդկանց չքննադատեք որովհետև ոչ մեկը չգիտեք թե այդ մարդկանց կյանքում ինչ է կատարվել կարող այդ տղան այդ իր ամուսինը դուք տեսնեք մենակ որ գալիս էր Սերժի հետ խոսում էր դե իրանք իր գործերը նենց կապված էր որ ինքը պիտի ասենք իրանք ֆոնդացիոնը հիմքը փորեն որ հետո Սերժը արդեն տունը սկսել սարքել շատ սոցիաբլ շատ բան է ասոխոսող մարդ էր բայց արյուտես որ դու իրան որ լավ ճանաչում ես մարդուն ճանաչում ես չես կարող ասես լավն է թե վատն ասես բայց ինքը շատ լավն էր ինքն էս լավն էր բարի էր հետս խոսում է բայց ինչ գիտես ինքը ինչ ձևի է իր ընտանիքում երեխեք ջան էլեմենտս նստում է միացնեմ անջատում եմ դրա համար սիրելիներս երբեք չդատեք որպեսզի չդատվեք դա է ամենակարևորը վարա նայեք ինչ գեղեցիկ է բնությունը մի քիչ զմայլվեք ժողովուրդ ջան վերջը ինչ եմ ուզում ասեմ սիրելիներս եղեք երջանիկ մտածեք ամեն ինչը մտածված արեք բայց երբեք չքննադատեք մարդկանց թե մարդը բաժանվեց ամուսնալուծվեց մարդը սրան ունի ընկեր ունի ընկերուհի ունի սիրուհի ունի սիրած ունի ամեն մարդ իր համար թող ապրի դրա համար ես ուղղակի ոչ թե խորհուրդ որտեղ իրավունք չունեմ խորհուրդ տալու ես բոլոր կանայք ովքեր ինձ նայում են իմ տարիքին են իհարկե երիտասարդներն են նայում երիտասարդներին է խոսքս վերաբերում երբ որ կտեսնեք մեկը ձեր կողքը ինչ որ մի բան կանի երբեք չքննադատեք եթե ինքը ձեզ ոչինչ չի արել, ոչ մի վատություն չի արել, երբեք չասեք, տեսակ ես աղջկան, բաժանվել է, ընկեր ունի, տեսակ ես տղային, բաժանվել է, հիմա ընկերուհի է գտել, ամեն մեկի կյանքը իրանն է, երեխեք ջան, եւ ոչ մեկը չասեք, որ բայց շատ լավ տղա էր, ինչի բաժանվեցին, բայց շատ լավ աղջիկ էր, ինչի բաժանվեցին, ոչ մեկը չեք ճանաչում, չգիտեք, իրանց տան մեջ չեք իմանում ինչ է կատարվում, այս աղջիկան, ես այս աղջիկա պատմությունը դաժե ինքը որ չպատմեր, ես իր ամուսնուն շատ լավ ճանաչում էի կողքից, իհարկե շատերն էին ասում, որ տարօրինակ բաներ ունի, բայց այդ տիպի նարսիսիկ ու
Պրիտոմ ասում ես մեկին, որ ինքը գումար է ստանում, աշխատում է երիտասարդ, պատկերացնում եք քանի տարեկան է Ֆլորանսը, եթե չեմ սխալվում, Ֆլորանսը իմ տարիքին է։ Եթե, ինձանից 2 տարի փոքր է։ 60 տարեկան է, 20 տարի առաջ 40 տարեկան աղջիկ էր, 40 տարեկան ու դաժե ավելի ջահել։ Ու պատկերացնում եք, ինքը 16 տարի է այս տղայի հետ է։ Չէ, ճիշտ է արել։ Կյանքը մի կյանքով ես ապրում։ Մարդը մի կյանքով է ապրում, ամեն մեկի կյանքը իրանն է։ Գնամ բժշկի մոտից այդ կվիտանցիան վերցնեմ, թուղթը ստացական են, էլի ասում, որ առանց դրա չեմ կարող գնամ, քանի որ ինձ տվել է մի հատ Վոլտարեն դեկլոֆենակ, ոնց որ կրեմ ասեցի անպայման գրի, իմը վերջացել էր եւ ուրիշ մի հատ դեղ էլ կար, այդ դեղն է պիտի վերցնեմ ապտիկայից, գնամ մի հատ այդ կրեմը կսեմ մեջքից բռնվել է, սկվազնյակ եղավ, всё, քանիսն է ժամը, 7:19 գնամ հեսա տուն, շատ բան է արեցի, այդ ակսիոնից սրանցից գնեցի, վերջացել էր 3 հատ, շատ եմ օգտագործում, ասեմ, մի անգամ կարող եք լվանալ, մեքենայի մեջ գցեք, լվանանք, ձեռքով եմ լվանում, փռում, ինքը շատ շուտ է չոչորանում ու աբսոլյուման այդ բանի հոտ չի մնում, այդ որ գնում եք կտորա տիպի տրյապկայի տիպի բաներ այդ սրբելու, դրանք ովքեր ակսիոնն են, չգնեք երեխեք, իրա մեջ բակտերիա է մնում, ինչքան էլ ժավել դնեք, ինչքան էլ էս անեք, այս սրանք են լավը, իրանք ադնարազվիչ են, այսինքն որոշ ժամանակ օգտագործեք, կարաք մի 2 անգամ է մեքենայի մեջ գցեք լվանակ, բայց հետո թափեք, ասեմ ձեզ սա 4 հատ է մեջը, թե 5 հատ, 4 հատ, հենց այս ֆիրման Վիելդա, ասեմ ձեզ սրա լավը որն է, որ ինքը շատ շուտ է չորանում, բակտերիա չի մնում մեջը, ասեմ իմացեք էլ երեխեք ջան, այ, կոկո ջամբո, այ, մի հատ երկար է տենց, լավա հիշեց երեխեք, պիտի թեքվեի գնայի դեպի մեր տուն, որ պիտի ուղիղ գնայի, նայեք, այսենց ուղիղ պիտի գնամ դեպի այդ քաղաքը, որտեղ ապտեկան է, բայց տեղ մի տեղ կա թեքվում ես ձախ ու գնում ես մեր վիլաժը, մոռացել էի, պիտի ուղիղ գնայի, Starostny Radest, դիվչատ։ Եվս մեկ օր ավարտվեց արդեն, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, չմոռանաք ձեր գեղեցիկ բուտիկները, սիրելիներս, եթե հավանում եք, և չմոռանաք փոքրիկ սիրտիկները, իսկ նրանք ովքեր նայում են և դեռ չեն գրանցվել, մի վախեցեք, գրանցվեք, միացեք մեր YouTube-յան ընտանիքին, սիրում եմ ձեզ և ասում պակա, պակա։